Հեղուկ գազը կրկին սկսել է գնաճը սեզոնով պայմանավորված։ Արմլուրեեմը նկատել է, որ այժմ հեղուկ գազի արժեքը հասնում է 200 դրամի, որոշ լցակայաններում տատանվելով 5 կամ 10 դրամի սահմաններում։ Արմլուրեեմը վիճակագրական կոմիտեի տվյալների ուսումնասիրությունից տեղեկանում է, որ հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,2-ից 0,6%-ով։ Գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան եւ Հրազդան քաղաքներում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ։ Սակայն վառելիքների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Բենզինի եւ դիզելային վառելիքների գները 2025 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են 0,6%-ով եւ 1,6%-ով։ Սակայն 2025 թվականի դեկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ակնհայտ գնային տարբերությունը գրավել է վարորդների ուշադրությունը, քանի որ մեկ ամսում 140 դրամից հեղուկ գազը դարձավ 200 դրամ։ Սակայն նախորդ տարվա համեմատ գնաճ չի արձանագրվել։ 2025 թվականի նոյեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 1,4% եւ 1,2%, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 0,9% գնանկում։